Պարոն Ծառուկյան, այս Ռուսաստանը այնպիսի որոշումներ է հանում, որ մեր ժողովուրդը չի կարող Ռուսաստանից տա։ Երթածողն էլ պետք է աշխատի թող իրան կա։ Հիմա մեր ժողովուրդը ո՞նց պետք է ապրի։ Ռուսաստան մենք որպես եղբայրական պետություն ենք համարել։ Եթե այսօր Եվրոպան Ռուսաստանի հետ թշնամի է։ Մենք Ռուսաստանի հետ բարեկամ դաշնակից պետություններ ենք։ Ճիշտ է թե ոչ։ Եթե մենք հակառակ ենք ուզում անենք, գնանք Ռուսաստանի թշնամու հետ, Ռուսաստանը ասում է ընտրի։ Հայրենիքում բարեկեցիկ կյանքով ապրելու համար պետք է պայմաններ ստեղծվեն, ոլորտները պրոֆեսիոնալներ ղեկավարեն, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Բոլոր խնդիրների լուծումները առաջարկ Հայաստանին ծրագրում են։ Ամենաշատը իմ չափ ժողովրդի հետ շփվող մարդ չկա։ Յուղացու հետ էլ, կառուցող հետ էլ, շինարարի հետ էլ, որսորդի հետ էլ, այգեգործի հետ էլ, ինժեների, բոլորը շփվում են։ Ու բոլորը ասածը մի բան է։ Այ որ մարդ լիներ, արդարացի, ամեն ինչի տեր լիներ, ունենար, որ աշկը գումարին չլեր, պաշտոնին չլեր, դիրքին չլեր, ճանաչման, որ լավ թիմ հավաքեր, կարգավորը, ճիշտ են ասում, այո, մարդը պետք է տեսած լինի, ունևոր լինի, արած լինի, կայացած լինի, ինք իրանով ստեղծած լինի, որ աշխատողի ղադրն էլ հասկանա։